Ինչ-որ իրենք անվանում են արտաքին քաղաքականության, մի շատ կոնկրետ արտաքին քաղաքականություն, մի շատ կոնկրետ պատկեր եմ տեսնում, եւ այդ պատկերը հենց իր բառերով շատ հեշտ նկարագրելի է, ինքը ասում է կոշիկ լիզողներ։ Դա տիպիկ նկարագրությունն է իրենց, դա իրենց խարանն է դարձել եւ խարանն է դառնալու։ Իրենք կոշիկ լիզող են, իրենք հայկական ինքնիշխանությունը ծախելու հաշվին պատրաստ են անել ամեն ինչ։ Վերջերս մի մետաղի կտոր է իր կրծքին միշտ կրում, դա իր խարանն է, շատ լավ է, ինքը ընտրել է այդ խարանը եւ այդ խարանով ամեն տեղ շրջելով ցույց է տալիս Հայաստանի քաղաքացիներին, թե ինչ է թողել Հայաստանի Հանրապետությունից։ 42,000 քառակուսի կիլոմետր Հայաստանի փոխարեն, հայրենիքի փոխարեն, ինքը թողել է այն ինչ որ հիմա կրում է իր կրծքին։ Ընդ որում դուք չգիտեք, դա վերջնական տարբերակն է թե չէ, որովհետեւ եթե 1 ամսվա, 2 ամսվա ընթացքում մինչև հունիսի 7-ը իրան որևէ արտաքին քաղաքական կենտրոնից խնդրեն են իրենց կներեք այս բառի համար ֆիրմա բառերով ոնց են ասում back office-ներով, front office-ներով կարողանան խաբել մեր ժողովրդին, էլի ինչ որ հատված կտոր պոկեն կտրել։ Ինքը դա սիրով կտա, երաշխավորելով իր աթոռը, որ ցանկացած բռնաճնշման անունը միջազգային կազմակերպությունները դնեն արդար եւ թափանցիկ օրինակ ընտրություններ։ Տիկին Մկրտչյան, Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը ընտրություններին անմիջական չմասնակցելու վերաբերյալ ինչ հնարավորություններ ունի այդ ձեր մատնանշած այս օրակարգերը կանխելու, ինչ հնարավորություններ եք տեսնում, եթե ուղիղ չեք մասնակցում։ Ես դες վստահեցնում եմ, որ դուք ճիշտ տեղում եք եւ ճիշտ պահին, կխնդրեմ ուղղակի մի փոքր սպասել։ Իմպիչմենտի գործընթացն է ենթադրում այդ ուղենիշը։ Մենք շարունակում ենք հավատալ, որ մեր միասնականությունը եւ միավորումը հավատ ենք process-ին, որ Նիկոլին անհրաժեշտ է վռնդել առանց իր կողմից ձևականորեն կազմակերպվող ընտրական օրենսգրքի ինչ որ պայմանների, որտեղ մենք շատ լավ հասկանում ենք, ընտրական օրենսգրքի որևէ դրույթ չի պահվելու։ Հիմա դուք չեք տեսնում ինչ է կատարվում։ Ասում են ընտրական օրենսգրքով խոստումներ տալ չի կարելի։ Ամեն օր Նիկոլ Փաշինյանը այցելում է ինչ որ տեղեր, ինչ որ մարդկանց տալով, քաղաքացիներին տալով ինչ որ խոստումներ։ Այցելում է ինչ որ տեղեր, ասում են չի կարելի սպառնալ, իբր դա էլ է քրիորեն պատժելի, բայց իհարկե ոչ Նիկոլի համար, որտեղ ոչ դատախազությունը, ոչ քննչականը դա չեն նկատելու։ Նիկոլը կարող է սպառնալ, կարող է ապօրինի կալանավորել, իրեն ամեն ինչ կարելի է։ Հետևաբար այդ ընտրական օրենսգիրքը իր պարագայում չի աշխատելու այնպես, ինչպես ինքը կներեք բառիս համար թքած ունի Հայաստանի սահմանադրության վրա։ Հետևաբար անվստահության գործընթացը հակազդեցության միջոց է միասնաբար Նիկոլին վռնդելու։ Ընդ որում ներողություն առանց ամբիցիա եւ հանրապետական կուսակցության գործադիր մարմնի որոշումը առայն, որ մենք չենք մասնակցելու, հենց դրա մասին է։ Մենք չունենք լրացուցիչ ամբիցիա մանդատների, կլինի դա իշխանական, կլինի դա ընդդիմադիր, կառավարությունում ինչ որ աթոռների։ Մեզ համար կարևորը ելակետն է եւ վերջնարդյունքը։ Տիկին Մկրտչյան, եկած իշխանության ընդդիմություններից ասում եք, որ մենք մի օրակարգով ենք եկել, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնենք։ Այս ընթացքում իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում եք, եկել էինք մեզ հեռացնելու, ինչի չստացվեց հեռացնել եւ մանդատը միայն ծառայեց նրան, որ գա աշխատավարձ ստանա եւ գնա։ Այս հարցի պատասխանը ունեք, ինչու չստացվեց հեռացնել իշխանությանը։ Այդ հարցի պատասխանը այն ողջ ընթացքում հենց իմ եւ իմ գործընկերների նկատմամբ իմ կողմից հնչեցված քննադատությունն է առայն, որ այս 5 տարիները որևէ արդյունքի չհանգեցրեցին։ Մենք այս 5 տարիների ընթացքում ազգային ժողով էինք գնացել բացառապես Նիկոլի դեմ երաշխավորված ձայն լինելու համար։ Այո, չենք հաջողել ու հենց դրա մասին է, որ պետք չի կրկնել նույն սխալները, գնալ Նիկոլի հետ ընտրությունների ու հայտնվել նույն իրավիճակում եւ նույն կարգավիճակում։ Մենք համարում ենք, որ դեռ ունենք շատ կորցրած իհարկե շանսեր, բայց դեռևս ունենք հնարավորություններ անվստահության գործընթացը իրացնելու ու մեզ նաև որպես ընդդիմադիր պատգամավորներ, մարդիկ, ովքեր մանդատ են ստացել Նիկոլին հեռացնելու համար, հեռացնել հենց այս ազգային ժողովով հնարավորություն տալով գոնե այն խոստումներից ամենակարևորը, որ մենք տվել էինք, գոնե այս վերջի ամիսներին իրականացնել։ Ինչ վերաբերվում է աշխատավարձերի մասով, ես բազմաթիվ անգամներ նշել եմ, որ ես չմասնակցելով նիստերին որևէ աշխատավարձ չեմ ստացել, բազմաթիվ անգամներ հրաժարվել եմ գործուղումներից, որտեղ համարում եմ, որ այն իշխանազավթները, ովքեր չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը եւ չեն ծառայում Հայաստանի շահին, իրենց հետ ընդհանուր ոչինչ անել չի կարելի։ Այդ դահլիճում ներողություն, մինչեւ այս պահը իմ ներկայությունը պայմանավորված է ընդամենը մեկ բանով՝ Նիկոլի դեմ շարունակել լինել երաշխավորված ձայն եւ անհրաժեշտ պահի առանց երերալու տալ այդ ձայնը Նիկոլի դեմ։
ասում են այդ հանդերձ ունեն իրենց սրտի վարչապետի տեխնացին, որին տակից աջակցելու են այսպես ասած։ Մենք ունենք մեր սրտի երազանքը, այդ սրտի երազանքը հետևյալն է՝ առանց Նիկոլ Հայաստան։ Մենք ունենք սրտի երազանք, որտեղ Հայաստանը կայուն է, պետությունը վերականգնված, իսկ սահմանները այնպիսին, ինչպիսին 2018-ից առաջ էին, անառիկ եւ արժանապատիվ զինվորով։ Դուք բացառում եք Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելը։ Ես ամեն ինչ ուզում եմ անել, ամեն ինչ պատրաստվում եմ անել, այնպես ինչպես ես 7 տարիների ընթացքում եմ արել 2018 թվականից սկսած, որպեսզի նման բան տեղի չունենա, որովհետև շատ լավ հասկանում եմ, Նիկոլի վերարտադրություն նշանակում է Հայաստանի չգոյություն։ Ինքը նույն սխեմայով կործանել է Արցախը, հիշում եք, ասում են, ընդհանրապես նշաձող պիտի իջեցնենք, արդյունքում Արցախի հանրապետություն գոյություն չունի։ Հիմա Հայաստանի սահմանադրության, հայկական սահմանադրության վերաբերյալ ասում է, որ պիտի իջեցնի նշաձողը, նշանակում է իր տերերը, թուրքերն ու ադրբեջանցիներն իրեն արդեն հանձնարարել են։ Պիտի չլինի նաև Հայաստանի հանրապետություն։ Ես շնորհակալություն եմ հայտնում։